Մենք անցյալ տարի էլ ենք ունեցել Armenpress-ում եւս հայտարարություն նրա մասին, որ Եվրոպական միության երկրներ արդեն ձուկ ձկնամթերքը բաց են եւ կարող ենք արտահանել։ Դրանից հետո մենք ունեինք Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք գործողություններ անել, որը որ համատեղ էկոնոմիկայի նախարարության հետ որպես քաղաքականության մարմին մշակող մենք արել ենք մեր գործողությունները եւ այս պահին իսկ արդեն պատրաստ ենք գնալ իրական արտահանման դաշտ։ Դաշտում արկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Ստեղ արդեն մնում է թե բիզնեսի հետաքրքրվածությունը ինչքանով կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելու, բայց ես կարծում եմ, որ առաջի խմբականակը արտահանվելուց հետո, երբ որ կհասկանան, որ ինքը իրանից այդ ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, բոլորի, այսինքն այդ 5 կազմակերպություններից բացի, եւս մենք կստանանք ավելի շատ դիմումներ։ Այդ մեկ կազմակերպությունը արդեն իսկ գրավոր է դիմել, հետաքրքրվածությունը կա լայնածավալ ավելի, տնտեսարողների մոտ մեկը չի, 5-ը չի, բայց մեկը հստակ արդեն գրավոր դիմում է ներկայացրել 3 տեսչական մարմին, 5-ը դիմել էին էկոնոմիկայի նախարարություն, սպասելով թե երբ են լինելու այդ պատրաստի չեկլիստները, որոնց հիման վրա մենք իրականացնելու ենք ստուգումները, կարծում ենք, որ առաջի արտահանումից հետո ծավալը ավելի կմեծանա դիմողների։ Որ ասում եք 90 եւ ավել տոկոսը պատրաստ են, դուք նկատի ունեք ապրանքների որակական առումով, ԵՄ չափանիշներին, պահանջներին համապատասխանելիության առումով պատրաստ են։ Այո, բոլոր այն տնտեսությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում կան, ու մոտ անգամ որևէ խնդիրներ կան, խնդիրները դա չի վերաբերվում մթերքին, այսինքն, սենց ասեմ օրինակը, բերեմ նույն տնտեսությունում, ասենք կարող է մարդը ունի լիճ, այդ տնտեսությունը պարիսպապա չի, դա արդեն խնդիր է հանդիսանում, այսինքն կան տենց մանր խնդիրներ, որոնց շտկելը որևէ բարձություն իրենից չի ներկայացնում, այսինքն եթե տնտեսվարողը հետաքրքրված եղավ այդ շուկա ապրանք արտահանելով, ինքը արագ այդ խնդիրը կարող է վերացնել։